Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի գալուստ եւ բարի լույս հարգելի ռադիո լսողներ։ Մենք ձեզ կարոտել ենք, լիահույս ենք, որ դուք էլ մեզ։ Երկու օրը եթերում չենք եղել ուղիղ եթերում եւ բայց մենք կարոտել ենք։ հավաքած մեր բոլոր ուժերը, եռանդելով տրամադրությունը կրկին հանրայինի ուղիղ եթերում ենք։ Մենք ասելով Լուսինե Մուրադյան, Տիգրան Հարությունյան։ բարի լույս, մայիսի 15-ն է օրը ուրբաթ, ավարտում ենք հերթական աշխատանքային շաբաթը։ Այո, եւ կարծես թե մայիսն էլ է արդեն Այ հիմա ավարտին մոտենում։ իրականում կիսվեց ամիսը 15-ն է։ 15-ն է այսօր։ Այո, բարի լույս բոլորին, միացեք մեր հարթակներին, ինչպես միշտ լայվերը գործարկված են armradio.am կայքում, նաև Facebook-յան ավանդական տարբերակով հեռախոսակապել ունենք 55 37 02։ Սկսենք, գնացինք։ Փողոցի անվերջ աղմուկին խառնելով սուլոցս անհոգ աննպատական շտապ քայլում է Ես սիրում եմ քաղաքը իմ հին ես սիրում եմ քաղաքը իմ շոկ երբ աստղերն առաջին փայլում է Այգիները հագել են կանաչ մոռացվել են հոգոց ու առաջ երեկոն այնքան խաղաղ լուսավոր է Ես կանչ աղջիկներ են անցնում նայում եմ նրանց ու մտածում որ Երևանն իրոք արտասովոր է Վշատի բուրմունքն անուշ տարածվել է ծանոթ վակում Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ Ակնացնում է հազար ու մի հուշ նստարանը ծառի շվաքում Ուր սիրել եմ ու անհույս արփել եմ Ընկերներ հեռու մոտիկ պարզապես անցնող մարդիկ Դուք ինձ համար հարազատ ու թանկ եք Սայլակում մանկիկ լացող, զբոսաշրջիկ զարմացող Ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը Օրը դառնում է գիշեր, գունավոր լույսեր վառված Սրճարանն է կանչում իր գիրկը Կնստեմ ու կհիշեմ, սուրճս կմնա պաղած Կթերթեմ իշողության իմ գիրկը Մանկության պայծառ օրեր, ես գիտեմ դուք չեք կորել Այսօրվա կողքին կա երեկվանը Այս քաղաքը տունն է իմ, որքան նոր այնքան էլ հին Հուշերի քաղաք է Երևանը Թող որ իմ դժվար ճամփին, պատահեց և դառնություն Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ Ունեցա և հաղթանակ Ունեցա և պարտություն, բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ Տարապած ու անվեր, իմաստուն ու ալեհեր Դու ես որ բուժել ես իմ վերքերը Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան Քո մասին են իմ բոլոր երգերը Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան Քո մասին են իմ բոլոր Երկերը Երկերը Սուրճ ու սեր առավոտից։ Բնականաբար, էլ որտեղ կգտնեք սուրճ ու սեր առավոտից եւ այն էլ ուղիղ եթերում, միայն մեզ մոտ հանրայինի ուղիղ եթերում։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք հարգելի ռադիոլսողներ բոլորիդ եւ իհարկե մաղթում առավոտից լավ տրամադրություն անկախ հանգամանքներից։ Այդ հանգամանքները կարող են լինել եղանակը, խցանումները, վատ վարորդները, վատ հետիոտները, մի խոսքով, նրանք շատ են։ Կամ գուցե շրջապատող մարդիկ։ Առավոտում որ տեսնում ես։ Կամ գուցե շրջապատող չորեքշաբթին, թեպետ այսօր ուրբաթ է։ Այո, ուրբաթ է, մայիսի 15-ն է, բայց այ եղանակի առումով ես էլ սկսեցի արդեն մտահոգվել, պատկերացնում ես մենք ապրեինք Լոնդոնում ապրեինք եւ
օրեր, շաբաթներ շարունակ տեսնենք այսպեսի անպամած եղանակ, ինչ կանեիր։ Սովորեի։ Սովորեիր։ Հա։ Չէր փոխի բնակության վայրը։ Լսիր, գիտես ամբողջ խնդիրը որն է, որ ուրիշ ազգի ներկայացուցիչները շատ ավելի հեշտ են փոխում իրենց բնակության վայրը, բայց մի տեսանք մենք հայերս, քանի որ շատ կպած ենք մեր հողին, մեր արմատներին, դա չենք պատկերացնում։ Այ եթե ես լինեի բրիտանացի, չեմ կարող ասել ինչ մտածողություն կունենայի, բայց որ հայ եմ, դժվար եմ էլի, չեմ կարող ուղակի փոխել իմ վայրը անկախ բայց այս եղանակից։ անձրևային իրավիճակ Թող անձրևը փոխի իր վայրը։ Թող փոխի անձրևը իր Անձրև վայրը։ փոխիր քո վայրը, հեռացիր։ Այս պահին Երևանում 15 աստիճան տաքություն է եւ պատկերը նույնն է, ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասում են տեղումներ։ Անձրև, Մարզերում կարճատև անձրև եւ ամպրոպ տեղ-տեղ հնարավոր է կարկուտ նաեւ, դե մեզ մոտ պարկաստու կարկուտ չկա Երևանում, բայց կարճատև անձրևն ու ամպրոպը ոչ ոք ինչպես դու ես ասում չի հետաձգել։ Հայև նաեւ ամպրոպը, այո, Ես կզարմանայի, որ չընջեր դա։ Ինչ ասեմ, օրվա ընթացքում Երևանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +21։ Դե լավ է, որ օդի ջերմաստիճանը գոնե լավն է, հուսադրող է մի քիչ, բայց էս էլ ուրիշ խնդիր է իր հետ բերում, անձրևում է, ու դու չգիտես ինչ հագուստ գրել, վերնահագուստը ինչ վերցնես, եւ ստացվում է, որ ցերեկը շատ շոկ է, առավոտյան եւ երեկոյան սառը ու հով, ու այստեղ խնդրի առաջ ես կանգնում, ինչևէ, իսկ ես անձրևանոցս եմ մոռացել, բայց հուսամ անձրևի տակ չեմ ընկնի։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին, դրանք հիմնականում անցանելի են, հարգելի ռադիոլսողներ, զուտ շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օթերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Բայց պետք է արդեն բացված լիներ, գիտես։ Դեռ չի բացվել, բայց հաշվի առնենք եղանակային պայմանները, կարող ենք այդպես էլ մտածել։ Ինչ վերաբերում է Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հուսամ նաեւ բաց են մեր ականջակալները եւ իհարկե մեր ձայնը, որ դուք լսում եք, հարգելի ռադիոլսողներ։ Շարունակում ենք։ Մենք հատուկ ողջունում ենք։ Մենք հատուկ ողջունում ենք ապակուցային կողմ եւ նրանք հասկացան, որ մեզ պետք է ձայն այսօր, ավելի բարձր ձայն։ Եվ գոնե մեկ-մեկ մեզ նայեք, ժպտացեք, մենք դրա կարիքն ունենք, այդպես։ Դե ինչ շարունակում ենք, տեղափոխվում ենք մայրաքաղաքի ճանապարհներ, խցանումային նիշ, ինչպես եւ երակշռող օրերին այս ժամին 7 բալ է։ Դա նորություն չի արդեն։ Ասում 7 էլ մնա, էլի գոհենք։ Հա։ Բայց ունենք մեկ ավտովթար, նաեւ եթերից առաջ էլ ուշադիր զննեցի, հիմա էլ կա այդ վթարը Եղվարդի խճուղու վրա է։ Այ կամրջից երբ անց դեպի, հա, Եղվարդ դեպի Զովունի պետք է գնաս, աչք ես թեքվում եւ այդ հատվածում մենք կարծես դեռ ունենք ավտովթար։ Ահա։ Կարծես թե այլ հատվածներում վթարներ հիմա չեն նկատվում, բայց դե ունենք կենտրոնում իհարկե խցանված, գերխցանված փողոցներ։ Դե Իսակովը ինչպես միշտ մշտական է, կարծում ասելու կարիք չկա։ Աթենքի փողոցը ինչպես միշտ Կոմի 10 ծանրաբեռնված Կիևյան կամուրջը եւ այլն եւ այլն։ Կանաչ դեղին կարմիր գծամնմուշներ են այստեղ քարտեզի վրա, այս պահին գերակշռողը կարմիր է, հարգելի ռադիոլսողներ, եւ ուզում եմ տղամարդ վարորդներին ուղղել խոսքս, կարելի է։ Ինչ ես ուզում ասել։ Եթե տեսնում եք ղեկին աղջիկ է, դա դեռ չի նշանակում, որ նա վարել չգիտի կամ չգիտի կանոնները, հավատացեք, ձեզնից էլ լավ գիտի այդ բոլոր կանոնները, եւ եթե միացված է թարթիչը, օրինակ ձախ կողմի, ուրեմն ձախ է թեքվելու, հավելյալ հարցեր տալու կարիք չկա, եւ մի բան էլ, որտեղ ձեր մտքով անցնում է, որտեղ պատահի, մեքենան մի կայանեք, որովհետեւ հաճախ դուք փակում եք որևէ տարածք, հաշվի չառնելով, որ այդ տարածքով ուրիշ մեքենաներ պիտի երթևեկեն, ուղղակի ձեզ հարմար է, այդպես է կարել։ Իհարկե դա բացարձակ լավ չէ, կուզեինք, որ եթե վարորդեք, ապա ավելի ուշադիր լինեիք ու հիշեք, որ փողոցում մենակ չեք, դուք մենակ չեք, ձեզպես շատ վարորդներ կան։ Բայց մի րոպե, այդպես մի ասա, երբեմն լինում է, որ միացնում են ձախ թարթիչը, բայց գնում են աջ։ Դե հիմա չէ, Եվ հակառակը։ Երբեմն չեն էլ միացնում այդ թարթիչը, գալիս ու ներխուժում են, Սերը կապ չունի։ Այո, սերը կապ չունի, բայց գալիս ու ներխուժում են։ Եվ հիշեք մի բան էլ, բարձրացող կողմին միշտ պետք է իջնող կողմը զիջի։ Հարգելի վարորդներ։ Ես իհարկե համաձայն եմ քեզ, այդ սերը բնականաբար ոչ մի կապ չունի, բայց սկսվեց։ Բայց բավական է մի քանի վայրկյան ուշադիր նայել, ինչպես է
Ոչ, ես Մարդը վարում համաձայն չեմ։ մեքենան, հերվից հեռու միանգամից Հաճախ կա մեքենայում ձեռագիր, կա ոչ, ձեռագիր։ հաճախ ասում են, ահա հաստատ ղեկինքին է գնում ենք նայում ենք տղամարդ է։ Հասուն Դե, տարեկի բացառություններ տղամարդ։ լինում են, Շատ են այդ բացառություններ բացառությունները, լինում այնպես որ ոչ, եկեք այդ միֆը գցենք մի կողմ, բացառությունները ամեն բարակայում են լինում, աղջիկները սկսել են շատ լավ վարել, որքան էլ դա ձեզ դուր չի գալիս, բայց դա Այ մարդ իրականություն է։ վարեք, ոչ մեկ չի ասում մի վարեք, բայց վարեք այնպես որ մեր նյարդերը մի քայքայեք, ո՞ր Ձեր նյարդը դուք էլ մեզ եք քայքայում։ Դե շատ կներեք։ Մի խոսքով, եկեք սերով չպայմանավորենք, էդ էր ասածս, որ մի նայեք, որ ղեկին աղջիկ է, եթե միացրած է թարթիչը մի հարցրեք, ուղիղ չէիք գնալու, չէ, թեքվելու ենք, թարթիչը միացված է։ Մի խոսքով, այսպիսի մազալու բաներ, իդեպ ասեմ, Բայց որ մի շպարվեք, ղեկին մի Չէ, դե շպարվեք։ բարձ է, որ ղեկին Հասկանում պետք ես։ չի շպարվել, Այ այստեղ համաձայն է տարբերությունը, որ Ես տղամարդը ղեկին չի անեկդոտ շպարվում։ հիշեցի, Տիգրան ջան, ասում եմ, մենք որ շրտներ կվերցնում ենք մի հատ վարելու ընթացքում փորձում ենք շրտներ սկսել, դուք վայ-վույ հարայ հուրույը դնում եք, Ինչ շրտներ, կաչկերն են սպասիր, ներկում։ թող ավարտեմ անեկդոտը։ Ասում եմ, բայց որ հանկարծ գեղեցիկ աղջիկ եք հայլում փողոցում, մոռանում եք, որ ղեկին եք ու ուղիղ պիտի նայեք, ձեր գլուխ այնքան է թեքվում, որ մոռանում եք, որ դուք ընթացքի մեջ եք։ Ժամանակները փոխվել են։ Հիմա բոլորի հայացքները դեպի հեռախոսներ է ուղված եւ շատ Էլ վատ է։ աղջիկներին Էլ աղջիկներին չեն չեն էլ նայում, որտեղ բջջերի Դրա մեջ համար են էլ էս հասկանում, օրինակ։ դրա համար էս վիճակն է։ Ինչևէ, Կատակ իհարկե, օթային այո, տարածքում։ այո, գնանք օթային Եթե տարածք։ մենք ավտոմեքենաներում բավականին գերակշռող մաս ենք կազմել կանայքս, ապա ասենք, որ օթային տարածքում էլ ունենք կին օթաչուներ, հայ կին օթաչուներ եւ դա ոգևորում է ու շատ լավ է։ Ինչևէ, ասենք, որ վայրեջքի սանդղակն ենք դիտարկում, վաղաժամ վայրեջք ունենք, դա Ուրումչի չվերթն է 11:10-ի փոխարեն վայրեջք է կատարելու 10:54-ին վաղաժամ եւս մեկ վայրեջք կունենանք հարգելի ռադիոլսողներ հռոմից այո 12:20-ի փոխարեն 11:49-ին է տեղի ունենալու մնացածը ժամանակին են ու կասենք բարի գալուստ եթե նայում ենք մեկնումների սանդղակին ամեն ժամանակին է նույնիսկ կան նստեցումներ այս պահին ձեզ բարի թռիչք բարի ընթացք լավ տպավորություններ եւ իհարկե բարի վերադարձ Ինչ վերաբերում է ֆինանսներին, ամենօրյա մեր գրպանի գումարները նաև փոխանակման առումով մենք հիմա ձեզ կօգնենք, որտեղ ունենք ձեռքի տակ կենտրոնական բանկի սահմանած տարադրամի օրվա փոխարժեքները, սկսենք ամերիկյան դոլարից 368 դրամ է օրվա փոխարժեքը, շարունակենք եվրոն 431 է, ռուսական 1 ռուբլին 5.2 դրամ է, արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի արժեքը 100 դրամ է, Եվ վրացական լարին 137, իսկ իրանական ռեալը արդյոք պահպանել է իր դիրքերը, հիմա կհասկանանք, այո նույնն է 0.028, նույնիսկ դիրհամը իջավ, բայց ռեալը մնաց։ Եվ անփոփոխ են նաև մեր շատ սիրելի ռադիոլսողները, մենք եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ, Բարթի Թեր Գևորգյանն ասում է բարի լույս արևոտ օր բոլորից, բյուրականում անպամած է սիրուններ ջան։ Այստեղ էլ, բայց ոնց որ արև է ուզում դուրս գալ, տեսնենք։ Դե տեսնենք։ Բարի լույս Արմինե Դանելյան, Էդիկ Բաբուջան, ուրախ ենք, որ միացել եք մեզ։ Բարի լույս եւս մեկ անգամ 9:43 րոպե մենք շարունակում ենք։ Quiet view, I move secure. A slender pour, notes folded into the night. Cardamom thread, a little citrus, light. We trade the big for the small, exact delight. A private orbit that puts the aim back right. Hands learn to tilt the practiced gentle arc. One sip, one claim, a ledger in the dark. Not a loud confession, a private, steady spark. It maps the next hour, draws soft lines on the chart. Nightcap glow, saffron at the rim. Nightcap glow, amber breath, the world trims. Palm and compass, small and short. Nightcap glow, quiet view, I move secure. Breathe the scene, feel the small translate.
This is the compact engine that opens late. A little warmth, the tiny compass light. We carry the tiny proof that keeps us right. Nightcap glow. Nightcap glow. Hold the line, press the way. One small charge, another day. Saffron at the rim. Nightcap glow, amber breath. Հատուկ կառավարության ընտրանին երաժշտական, որը դուք չեք լսի օրվա այլ ժամերին հանրային եթերում, միայն մեր Մեզ մոտ։ եթերի ընթացքում այս DJ ամենը։ Tigron. Այո, այո, Yes. Այստեղ չէի կարող։ Դա չանեի։ Դե ինչ, փոխենք այնուամենայնիվ, փոխենք երաժշտական ռիթմերը, որովհետև հիմա բացելու ենք օրվա օրացույցը։ Հիշեցնենք եւս մեկ անգամ, մայիսի 15-ն է, օրը ուրբաթ, այո, կիսվեց ամիսը, մայիսը։ Մի հատ էլ էսպես կթարթենք ու արդեն կլինի մայիսի 30-ը։ Հակոնե ամառակա։ Դե մասամբ, Բոլը անձրևը։ մասամբ է գալիս։ Այլևս չենք ուզում այդ անձրևը, հեռացիր անձրև, հեռացիր։ Իդեպ օտարազգի զբոսաշրջիկները կամ մարդիկ, որոնք տեղափոխվել են ապրելու Հայաստանում, նրանք շատ երջանիկ են այս եղանակից, նույնիսկ նրանց համար արևը շատ է, ինչից մենք դժգոհում ենք, որովհետև ըստ երևույթի ապրում են մի այնպիսի հատվածում, որտեղ արև չկա եւ ստիպված են ջերմացնել միմյանց ոչ թե արևի շողերով, այլև ընտանիքի անդամներով։ Ինձ համար կա միակ դրական մեկ բան։ Օդը մաքրվում է։ Դե հա, բան չասացի, բայց շինարարությունն այնքան շատ է, որ հենց անձրևը կորում Դե է։ գոնե կարճատ է։ Փոշին հայտնվում է եւ մեզ ողջունում է ջերմագին, Քանի որ այդ բարորում ու փոշին փաթաթվում ոչ է։ մի կերպ չեն մաքրում եւ չեն փոշեցծում, այդ Այ, փոշեկուլները չգիտեմ ուր են, գոնե անձրևը մի քիչ ժամանակավորապես, Ցեխանի, հա, գոնե ցեխանի, գոնե այդպես։ Այսպես էլ ուրախ Կներեք ու մեր երջանիկ այսպես, հա, ապրում ենք։ տրամադրության համար, բայց Սա այդպես է։ առօրյայից փոքրիկ զեղում էր։ Ինձ թվում է յուրաքանչյուրը ձեզ գտակ այդ պատմության մեջ։ Ցավոտ, հա, կողմերը այսպես հիշեցինք, բայց արի բացենք օրացույցը, տեսնենք Բացեցինք։ ինչ կա չկա այսօր, մայիսի 15-ն է եւս մեկ անգամ, այստեղ ճիշտ տեղին է օրացույցը սկսել ընտանիք, այս երկու։ ընտանիք։ Ինչպես այդպես երկ կար։ Այո, հիշեցի մի անգամից։ Ընտանիքի միջազգային օրն է Այո։ այսօր։ Շնորհավորում ենք բոլորիդ եւ մաղթում, որ ձեր ընտանիքը միշտ լինի ամուր եւ որ ամենակարևորն է ընտանիքի ներսում ոչ ոք դեր չխաղա, պաշտոններ չզբաղեցնի, այլ հակառակը ջերմ, հաճելի ու անմիջական միջավայրում անցկացնեք, որովհետեւ դա այն վայրն է, որտեղ պետք է հանգստանալ եւ ցանկանալ անընդհատ վերադառնալ։ Թեև ասում են, որ օրինակ ընտանիքում կինը վարչապետն է, ամուսինը ֆինանսների նախարարն է, հա, այդպես շարունակ։ Երեխաները ընդդիմությունն Ընդդիմությունն են, են, չէ՞։ այո, մեկ-մեկ Լսել ես, չէ՞։ անիմաստ ընդդիմություն են լինում նրանք, որովհետև ուզում են ամեն ինչ բոյկոտել, բայց ինչևէ տարիքային է։ Իսկ հիշում ես կարգախոսը առողջ ընտանիքը հասարակության բջիջն է։ Այ հա, ուրա, ուրա, ուրա։ Ячейка общества։ Այդպեսի ինչպես խորհրդային միության ժամանակներից։ Ինչևէ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ արել ամեն տարի մայիսի 15-ը որպես ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս ընտանիքի օրը տոնում են նաև այլ երկրներում Սլովակիա, Լիտվա, Լատվիա, Տաջիկստան, Բելարուս, Ուկրաինա, նաև այլ երկրներում մեզ մոտ են նշում այդ օրը։ Եվ մեր օրենքում եւս մայիսի 15 ամրագրված է որպես ընտանիքի օր Հայաստանում այն լիիրավ նշվում է։ Դե հայկական ընտանիքները միշտ տարբերվել են մյուս երկրների ընտանիքներից, որովհետև մենք երեխասեր, ընտանիքասեր ժողովուրդ ենք եւ մեզ համար շատ կարեւոր է գեղեցիկ ամուր ընտանիք կազմելը։ Մոդելները մի քիչ փոխվում են, բայց ես կարծում եմ, որ այսօրվա երիտասարդների կազմած ընտանիքները շատ էլի շատ ամուր են, շատ գեղեցիկ են, հիմնված սիրո վրա, միմյանց օգնելու վրա, կին տղամարդ միասին մեծացնելու, պահելու երեխաներին, մի խոսքով թող գեղեցիկ ավանդույթները շարունակվեն եւ իհարկե կազմվեն
առողջ, գիտակցված ընտանիքներ, սա շատ կարևոր է։ Ոչ պայմանագրային, ինչպես ասում են։ Ոչ պայմանագրային եւ ոչ զուտ էմոցիոնալ, այլ գիտակցելով, սիրելով, հարգելով միմյանց, գեղեցիկ ընտանիքներ թող կազմվեն, որպեսզի երեխաները ծնվեն, մեծանան առողջ միջավայրում։ Ոչ պաշտոնական բնապահպանական տոն է այսօր, նաև կլիմայի միջազգային օրն է։ Այս տոնը հիմնվել է ի պատասխան կլիման որպես կարևոր ռեսուրս պահպանելու օդերևութաբանների կոչին, որն ազդում է ներկա եւ ապագա սերունդների բարեկեցության վրա։ Սա էլ իմացա։ Կլիման պետք է լավ պահել։ Իրականում այո, ոչ միայն մեր տան մասին պիտի հոգ տանենք, Գլոբալ տաքացում, խնդրեմ, չմոռանանք, որ առհասարակ երկիր մոլորակն է մեր գլխավոր տունը եւ պետք է հոգ տանենք մեր երկիր մոլորակի մասին, որովհետեւ եթե մենք մեզ վատ պահենք, բնությունը պատասխան կտա եւ արդեն պատասխան է տալիս։ Տեսնում ենք տարբեր երկրներում կլիմայի կտրուկ փոփոխություններ եւ առհասարակ նաեւ նկատում ենք մեզ մոտ, որ ես այդպես եմ ասում, կես կատակ, կես լուրջ, բայց այդուհանդերձ ես նկատել եմ, որ վերջին տարիներին կարծես մեզ համար սովորական եղած եղանակը 1 ամսով հետաձգվել է, այսինքն 1 ամիս ուշ է գալիս ամառը, 1 ամիս ուշ է գալիս աշուն, ինչ որ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք մարդկային գործոնի հետևանք են։ Հետևաբար յուրաքանչյուր գործողություն պետք է կատարենք մտածված, գիտակցված, չախտոտենք ամենակարևորը եւ իհարկե փորձենք որքան հնարավոր է մաքուր պահել ու չվնասել բնությունը։ Միջազգային տոների օրացույցը այսօր շատ բազմազան է, ինչ որտեղ նաև տարօրինակ, խնդրեմ խղճի համոզմունքի պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողի միջազգային Ինչ է նշանակում խղճի համոզմունքի պատճառով։ Ես էլ չգիտեմ։ Արի չխորանանք այս մասով։ Վիրտուալ օգնականի միջազգային օրն է։ Ես չգիտեմ ինչ նկատի ունեն վիրտուալ օգնական, համակարգերն են, AI-ն է, Այն որ մտնում ես որևէ կայք, մեկը լուսամուտիկ է բացում, գրում է ես ձեր օգնականն եմ, բարև ձեզ, Արամը լսում է ձեզ կամ Լուսինը լսում է ձեզ։ Հետո պարզում է Լուսինը տեղում չի, ոչ էլ Արամն է տեղում, ուղղակի ինչ որ Ոտը աշխատում է։ Կենգուրուի խնամքի մասին իրազեկման միջազգային օրեն նշում այսօր աշխարհում։ Բոլորը միջազգային են տոները։ Տարօրինակ տոներ են ճիշտն ասած, փոքր MPS-ի մասին իրազեկման միջազգային օրն է։ Օբյեկտների կառավարման համաշխարհային օրեն նշում այսօր առհասարակ։ Խնդրեմ հղիության ժամանակ սրտխառնոքի մասին իրազեկման օր։ Այսա ինձ զարմացրեց։ Լավ էլի խնդրում եմ, կարող էր այդպիսի օր չլիներ։ Դա ամիսներ է տևում։ Իրականում ամիսներ է տևում այդ իրավիճակը։ Ոմանց մոտ թեժ ընթացք է ունենում, ոմանց մոտ նուրբ ընթացք է ունենում, բայց ես չեմ կարծում, որ այս թեման են թեմաներ, որի իմ համար պիտի օր լինի հատուկ իրազեկելու։ Կինը հղիանում է, արդեն պիտի տեղեկացված լինի, թե ինչ է իրեն սպասվում հղիության ընթացքում, այդ ամիսների ընթացքում։ Այսօր նաև ստվերների օրն են նշում աշխարհում։ Ստվերների օր։ Իսկ դու գիտես հայկական բարի ձեռքը աղջիկների, որ կա, այսպես որ գեղեցիկ պարում ենք։ Այնպես պիտի պահես, որ ստվերում եղնիկ լինի։ Իսկ եթե կենգուրու լինի։ Չէ, դա հայկական չի լինի արդեն։ Օ Հենրի բարախաղի օրն է նաև այսօր։ Այսպեսին է միջազգային տոների օրացույցը, շատ հետաքրքիր։ Գնանք նահանգների ազգային օրացույց, որտեղ եւս մեզ սպասում է շատ հետաքրքիր ժպիտ առաջացնող տոներ։ Տրանսպորտային փոխադրումների պաշտպանության ազգային օրն է։ Ինչ է նշանակում տրանսպորտային փոխադրումների պաշտպանություն։ Ինչպես որ գրված, ինչպես որ կարդում ես։ Շոկոլադի սալիկի ազգային օր են նշում ամերիկացիները։ Նաև ծղոտ է գլխարկի ազգային օր։ Ես ուզում եմ հասկանամ անոթային ծննդանշանը ո՞րն է։ Բայց լավ չենք հասկանա, չտանջվենք։ Հեծանիվով աշխատանքի գնալու օրն է, շատ լավ օր է։ Որևէ մեկին ծաղիկ բերելու օր։ Ուր է ծաղիկը Ստիգրան։ Մենք Հայաստանում ենք, չէ՞։ Դու սիրելի գործընկեր ես, իսկ այստեղ դու նշված է որևէ մեկին ծաղիկ հասկանում ես, որևէ մեկին։ Համաձայն եմ, ճիշտ ես ասում։ Գնանք առաջ։ Նեյլոնե գուլպաների ազգային օրն է այսօր։ Ինչ խոսք։ Ավստրիայում նշում են անկախության վերականգնման օրը։ Հիմնադիր ժողովի օրը նշում են Լիտվայում։ Թագավորի ծննդյան օրը նշում են Կամբոջայում, Ուսուցչի օրը Կոլումբիայում, Ուսուցչի օրը նաև Հարավային Կորեայում, Հնդկաստանում ծառերին են այսօր երկրպագելու ծառի օր։ Ուսուցչի օրը նաև նշում են Մեքսիկայում, իսկ այ Պարագվայում Մայրենի օրը, Մայրերի ներողություն եւ անկախության օրը։ Միաժամանակ Ռուսաստան գնանք։ Մոսկովյան գետնուղու օր։ Գետնուղու օր։ Մի խոսքով։ Չէ, դա ստորգետնն է։
Սա գետնուղին է։ Լավ, փոստային ձիերի փորձարկման օրն է այնտեղ։ Փոստային Հետաքրքիր է, ձիերի։ ռուսները որոշել են ետ չմնալ Իրոք նահանգներից։ փոստային ձիերի։ Դե այդպես, տալիս ես ձյուն, ասում ես տար, խնդրեմ այս նամակը։ Յո։ Լավ գնանք առաջ։ Գեղադիտակի օր։ Քաղցրամոլի օր։ Այս ամենը Ռուսաստանի մասին է խոսքը։ Չգիտեմ։ Այսքանը շատ հայտաբղետ օրացույց ստացվեց։ Այո, իրականում այո։ Իրականում? Տարօրինակ ես կասեի օրացույց ստացվեց։ Ես առաջարկում եմ մի կատարում լսենք, որից հետո կշարունակենք։ Այո, ինչ որոշեցիր, ինչ ենք լսելու, այդա եմ ուզում հասկանալ։ Հիմա կհասկանանք ինչ երգ ենք լսելու, Տիգրանը արդեն ընտրել է։ Սա դուետ է Dua Lipa եւ Bruno Mars։ Ինչու մենք չլսենք։ Չլսենք։ Ինչ կարծիք ես։ Գնացինք։ Gold rings on the dashboard, shimmering in the heat. I've been driving through the silence just to hear your heartbeat. The horizon's playing tricks, a shimmering line of blue. But nothing in this wasteland looks as beautiful as you. Is it real? Is it real? Is it fate? Is it a chance we're meant to take? Whatever it is, girl. What The air is getting thick, the sun is sinking low. Let's see how far this empty road can go. Oh, we're dancing in a neon garage, chasing shadows in a golden garage, caught in the glow of a love that's evergreen, the finest rhythm that I've ever seen. Don't wake me up, don't let it fade. Lost in the heat of a neon mirage. Silk touch on my shoulder, eyes behind the glass. Watching all the lonely minutes finally start to pass. You're the cool water in a thirsty state of mind, the kind of velvet treasure that I never thought I'd find. Is it real? It's real. Is it fate? No mistake. Every heartbeat is a risk we're gonna take. The stars are coming out, the sand is turning gold. We've got a story that has never been told. Oh, we're dancing in a neon mirage, chasing shadows in a golden garage. Oh, caught in the glow. Dua Lipa եւ Bruno Mars-ի դուետը Շաքարով, ինչպես ասում են, լուրերով փորձենք կտրել եւ Ու լավ ողջունել մեր տրամադրությամբ։ գործընկեր Մարլեն Ավսեփյանին։ Բարի Բայց լույս։ նկատեմ լուրերը միշտ չէ որ շաքար են։ Միանշանակ Դե ես այդպես է։ տրամադրում եւ Շաքար ասացի եւ լուրեր։ Մեզ մոտ համենայն դեպս շաքարային տրամադրություն է, որովհետև կարոտել էինք քեզ Մարլենա ջան, շատ Փոխադարձ։ ուրախ ենք, որ հանդիպեցինք եթերում եւ ուրախանում ենք, որ այսպես գալիս եք ու մենք ունենք ժամանակ միասին մի քիչ շփվելու։ Եւ շուտ եք եկել Սիրով, այսօր։ Այո, սիրով։ Այսօր ընտանիքի միջազգային Կախված է օրն է։ դրահոսից երբ են գալիս, ծանր։ երբեմն վերջին վարքյանին ստացված լուրը կարևոր է լինում եւ մենք աշխատում ենք դա նույնպես ներկայացնել մեր ունկնդիրներին։ Այսօր Հարմ, յուղը տակ լուրեր կլինեն, սպասում եմ ես այս երկու Դե րոպե։ լրահոսը խաղաղ է։ Այսպես ասեմ, միջին։ Միջին։ Միջին ծանրության։ Միջին ծանրության, ծանրության։ Այսօր ընտանիքի միջազգային օրն է, շնորհավորում եմ եւ այսօր ես մաղթեցի ռադիո լսողներին, որ միշտ արգանքով միմյանց նկատմամբ անկեղծ լինեն իրար հետ։ Շնորհակալ եմ, իսկապես կարևոր տոն է, ընտանիքը յուրաքանչյուրիս կյանքում առանցքային նշանակություն ունի կարևոր իմ դեպքում նույնպես եւ ինչու՞ չէ նաեւ մեծ ռադիո ընտանիքը մենք երբեմն լուրերում երբ խոսում ենք ռադիոյի մասին միշտ ասում ենք որ ռադիո տուն բառի մեջ տունը մեծատառով է գրվում եւ իսկապես ռադիոն մեզ համար նաեւ տուն եւ ընտանիք է դեր ընտանիքի անդամներին ջերմողին ողջույններ այս պահին Այո նաեւ ռադիոլսողների հանրայինի մեծ ընտանիքի անդամներին եւս չէ ողջույններ Ինչ բարի եթեր մեր Մարլենային մաղթենք, տեսնենք ինչ է մեզ սպասվում։ Լրահոս է բերել նա։ Լրատվական թղթապանակում։
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում լրատվության ժամ է հանրային ռադիոյի եթերում, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եւ վերակառուցման աշխատանքները իրականացնող Թանա Էներգի Մենեջմենթ ընկերության ղեկավարությանը։ Դեսպանությունից հայտնում են, որ ընկերության տնօրեն Բահրամ Էսհալչիի հետ քննարկումներում առանձնահատուկ կարևորվել է սահմանային անցակետի նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել ծրագրերի ներկա վիճակին։ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի եւ կոնգրեսի 2027 թվականի անցկացման իրավունքը տրվել է Հայաստանին։ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։ Պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացված ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեային եւ կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը միջազգային օլիմպիական կոմիտեից հետո երկրորդ կազմակերպությունն է, որին մասնակցում է 142 պետություն։ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի եւ կոնգրեսի 2027 թվականի այս միջոցառման շրջանակում այդ կառույցի նախագահի հետ պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ Գլխավոր ասամբլեայի եւ կոնգրեսի անցկացմամբ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։ Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, դրա մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Գյումրու Տիրամայր Հայաստանի կենտրոնի 15-ան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, նոր դեպքեր չեն արձանագրվել։ Դեպքի առնչությամբ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կատարել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ եւ լաբորատոր հետազոտություններ։ Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո եւ այդ տեղեկատվությունը նույնպես կներկայացնենք մեր ունկնդիրների ուշադրությանը։ Երկուլոր միջազգային լրահոսից Չինաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների բանակցությունները երեք տևել են ավելի քան 2 ժամ։ Սի Ցզինպինի խոսքով երկրները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ։ Չինաստանի ղեկավարը նաեւ զգուշացրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում։ Թրամփի գնահատմամբ միասին հիանալի ապագա ունեն։ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավը, քան երբևէ։ Թրամփը Չինաստանում էր պատմական այցով, այն արարողակարգային սանդղակով ամենաբարձրն էր պետական այց։ Երկկողմ բանակցություններից եւ Ղազախստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստից հետո երկու երկրների նախագահներ Կասիմ Ժոմարտ Տոկաևը եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ստորագրել են Ղազախստանի եւ Թուրքիայի միջև հավերժ բարեկամության եւ ընդլայնման ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Բացի այդ, պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են տարբեր միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր։ 81 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Կրթության նախարարությունից հայտնում են, որ ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով։ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը եւս հայտարարություն է տարածել, որում նշվում է. Նիկոլայ Ծատուրյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում անգնահատելի է, տարիներ շարունակ կրթելով դերասանների եւ ռեժիսորների սերունդներ, նա ոչ միայն փոխանցում էր մասնագիտական գաղտնիքներ ու հմտություններ, այլև սովորեցնում էր թատրոնը սիրել ամենացորդ եւ լինել ազատ ստեղծագործական որոնումներում։ Նրա բեմադրությունները աչքի էին ընկնում ինքնատիպ ձեռագրով, սիրվում եւ գնահատվում էին հանդիսատեսի կողմից։ Վարպետի հիշատակը վառ կմնա իր գործընկերների, բազմաթիվ ուսանողների եւ հարուստ ստեղծագործական ժառանգության միջոցով։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է, կհանդիպենք ժամը 11-ին։
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցը 5 րոպե, կրկին ասում ենք բարի լույս նրանց, ովքեր այսպես են լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ իհարկե շնորհակալություն ենք հայտնում, որ ոչ միայն լսում եւ դիտում եք, այլև մեկնաբանություններ եք թողնում ուղիղ եթերի հարթակում եւ ես սիրով դրանցից մի քանիսը ուզում եմ ընթերցել շատ արագ։ Սոնյա Սահակյանն ասում է բարի լույս, իմ շատ սիրելիներ ջան։ Մեզ մոտ Պարույր Սևակ գյուղում էլ եղանակը ամպոտ է, բայց կարևորը խաղաղ երկինք լինի ու ամեն ինչ լավ կընթանա իր հունով։ Ձեզ բարի եթեր։ Շնորհակալություն ենք հայտնում։ Էստեր Մխիթարյանն ասում է բարի լույս սիրելի հաղորդավարներս, շնորհավոր ընտանիքի օրը եւ ասում է Լուսինե ջան, ահա եւ քո ծաղիկներ ու ինձ օնլայն ծաղիկներ է ուղարկել։ Շնորհակալ ենք իհարկե գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Մենք սպասում ենք նաեւ ձեր ակտիվությանը, որպեսզի շարունակեք լինել ակտիվ հարգելի ռադիոլսողներ եւ հիմա Այո, շարունակենք փորձենք ներկայացնել միասին, նորացության տեղեկություններ, հիշեցնենք մայիսի 15-ն է, օրը ուրբաթ եւ տեսնենք ինչ դեպքեր եւ իրադարձություններ են գրանցվել այսօրը տարիներ առաջ։ 2005 թվականի հենց այսօրն է հայտնաբերվել Պլուտոնի Արբանյակ Նիկտան եւ շարունակենք 1940 թվականին Այս այստեղ ինչի սպած թողեցիր, ֆաստ ֆուդի սիրարները հիմա Լավ, ասա կցնցան հետո։ McDonald's ընկերության ծննդյան օրն է այսօր 1949։ Իսկ եթե մենք տեղափոխվենք 1973 թվականի հենց այսօրը ամերիկացի կանայք որոշեցին հետ չմնալ տղամարդկանցից եւ հենց այդ օրը լույս տեսավ ամերիկյան Playboy ամսագրի կանանց տարբերակը Playgirl-ը։ Իդեպ այդ Ինչպեսի ամսագիրն ունի ողջունություն։ 600,000 տպականակ եւ հիմնական բովանդակությունը գեղեցիկ մի խոսքով նկարներ են, գայթակղիչ նկարներ ու այլ այդպես բաներ, մազալու բաներ։ Շարունակենք։ Սիխանդավառությամբ այս լուրը ներկայացրեց։ Հետաքրքիր էր։ Իմիջայլոց ասենք, որ ամսագիրն անգամ $45,000 է առաջարկել Ուելսի արքայազն Չարլզին, որպեսզի նա ամսագրի համար լուսանկարվի։ Իհարկե մեծ սկանդալով է ավարտվել այդ առաջարկը, բայց կարևոր առաջարկը եղել։ Վերկացիև քայլ իր ասել է, գնա դուրը փակիր։ Վերկացիև նկարվի, Վերկացիև նկարվի։ Այո։ Եվս մեկ հետաքրքիր լուր են պեղել, ամերիկուհի Էլեն Չերչը դարձել է օթանավում առաջին ուղեկցորդուին 1930 թվականի այսօրը։ Էլենից է սկսվել։ Այո, հասկանում ես։ ինչ արել է Էլենն արել 1928 թվականի հենց այսօրն էլ Խենտ ինքնաթիռ մուլտֆիլմում առաջին անգամ հանդես է եկել սիրված մութերոս Միկի Մաուսը։ Շատ լավ ստացվեց։ Լավ էր։ ասեմ քեզ։ Միկի Մաուսը, բայց այստեղ նաև խոսենք, տեղափոխվենք 1935 թվականի այսօր շահագործման է հանձնվել նաև Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի բավականին շատ երկար է եւ համարվում է աշխարհի ամենամեծ մետրոներից մեկը։ 300 կիլոմետրից ավել Ավել եւ քանի հարկանի, քանի գծերով, մի խոսքով կարելի է այդտեղ Շատ կորել։ հարմար է, այո։ Շատ։ 1910 թվականի իր առաջին խաղն անցկացրեց Իտալիայի ֆուտբոլի հավաքականը, դա եղել այո 1910-ի մայիսի 15-ին։ Իդեպ, ասենք, որ 1905 թվականի հենց այսօրն է հիմնադրվել Միացյալ Նահանգների Նևադա նահանգում Լաս Վեգաս քաղաքը։ Ունենք նաև օրվա հոբելյարներ։ Ես ուզում եմ իսրտե շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանին։ Այո, Շնորհավոր։ այսօր նրա ծննդյան օրն է, իսկ ծննդյան տարեթիվը 1949-ն է, պարոն Ղազարյանին մաղթում ենք ամենակարևորը առողջություն եւ երկար Եվ իհարկե հումորը անսպառ Այո, է այո։ տարբերակն է, որ պիտի ասենք, եւս մեկ անգամ շնորհավոր ու շարժվենք առաջ, տեսնենք։ Միխայիլ Բուլգակովն է ծնվել Լուրջ, այսօր այսօրը, նրա այո, ծննդյան հայտնի տարեդարձն է։ ռուս գրող Այո։ դրամատուրգ, նրա ծննդյան տարեթիվն է 1891։ Ես կարծում եմ, որ Բուլգակովը նոր գույն բերեց, նոր մտածողություն բերեց, նոր ոչ բերեց ընդհանրապես գրականության աշխարհում։ Տեղափոխվենք գիտության աշխարհ։ Հրատեսակ է, այո։ Ֆրանսիայի Ուր ենք գնում ասա։ Ակադեմիայի անդամ ֆրանսիացի ֆիզիկոս հայտնի Պիեր Կյուրիի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1859 թվականին։ Երևի վերջ։ Երևի թե վերջ։ Չէ, Թե այստեղ չէ։ 576 թվականն էլ տեղափոխվենք, որովհետև Սիդհարթա Գաութաման է ծնվել հենց այսօրը, նույն ինքը Բուդդան, բուդդայականության հիմնադիրը։ Դե ոնց ասես, ինչպես Դե ասեմ։ հիմա Այսքանը մայիսի 15-ի օրացույցից, դե իսկ մենք շարժում ենք առաջ եւ քիչ անց կբացենք նաեւ մեր Այո, հյուրասիրությունները։ իդեպ on-line հարթակում Մանուշ Ռուստյանն ասում է, որ նա համարում է ռադիոն նաև իր ընտանիքը, այո, մենք մի մեծ ընտանիք Այդ ենք, մասին խոսել ենք եւ համերաշխ։ կրկին շնորհավոր ենք բոլորին ընտանիքի միջազգային օրվա առիթով։
When I call your name, you be on your way. You be on your knees, praying for my love. When you call my name, and I let you play. Oh baby, please, come call my bluff. 'Cause I don't need no alibis. You fall each and every time. Hand me your heart on a plate, and I still hear you say, baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Telling all your friends that you had enough. Then you circle back like you never left. Say you're hard to tease, but you fall so easy. Say you're out the door, then you're back for more. Hand me your heart on a plate, and I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? won't you stay? Won't you stay? Oh, under the covers, baby, won't you stay? Cut the wire and let it burn. Every story's a lesson learned. Shut your mind off and enjoy the game. And I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for this pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Won't you stay? won't you Stay. Oh, under the covers, baby, won't you stay? Սուրճ ու սեր առավոտից։ 10:12 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են մեզ։ Եվս մեկ անգամ ողջունում ենք հարգելի ռադիո լսողներ, շնորհակալ ենք, որ առավոտվա այս ժամանակահատվածն ամեն օր անցկացնում եք մեզ հետ միասին, իհարկե համատեղելով հաճելին օգտակարի հետ, եթե շտապում եք աշխատանքի կամ գործերով, միևնույն ժամանակ լսում եք մեզ, մենք շատ ուրախ ենք։ Հիշեք, որ ոչ միայն սուրճ ենք տալիս ձեզ վաղ առավոտից, սեր ենք տալիս ձեր ջերմություն եւ լավ էներգիա, նաեւ կարեւոր տեղեկությունների մի մեծ պաշար եք ստանում, որը ձեզ պետք է գալու նաեւ թե օրվա ընթացքում, թե իհարկե մշակութային իրադարձություններից հետ չմնալու առումով։ Այսօրվա մեր հյուրասրահը մշակութային է, խոսելու ենք Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից, տաղանդավոր երաժիշտների միջազգային ստուգատես, որը 20 տարուց ավել հունիսին աշխարհի տարբեր կետերից մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ միավորում է տասնյակ երիտասարդների, նրանց ընձեռելով մասնագիտական վերելքի եւ ինքնաարտահայտման բացառիկ հնարավորություն։ Ֆիքսենք նաև մի կարևոր հանգամանք, որ սա պարզապես մրցույթ չէ, այլ մշակութային մեծ տոն է, որտեղ Խաչատրյանի կարող ենք ասել հրաշալի մեծ տոն է, որտեղ Խաչատրյանի հանճարեղ մեղեդիները կենթանանում են նորովի, ինչու ոչ նաև յուրովի ու արդիական շնչով դառնալով մասնակիցների ուղեկիցն ու ամենակարևորը հաջողության խորհրդանիշը։ Տեղեկացնենք, որ մրցույթը կազմակերպում է Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամ, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ այս պահին մեր տաղավարում է Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը, ում ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Փաստորեն երկար ու ձիգ տարիներ ձեզ հաջողվել է համախմբել աշխարհի տարբեր երկրներից երաժիշտների, բերել Հայաստան, հա։ Շնորհակալություն մրցույթը շատ գեղեցիկ ներկայացնելու համար, իսկապես Արամ Խաչատրյանի անունը գրող միջազգային մրցույթ է։ Պարտավորեցնող է։ Յուրահատուկ տոն է Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում, որը
շատ հետաքրքրական է այն փաստը, նոր լսելով ձեր խոսքերը, մտաբերեցի այն աշխարհագրությունը, որը ընդգրկում է մրցույթը եւ այսօր տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մրցույթը Հայաստան է բերում աշխարհի բոլոր ծայրերից թե մասնակիցների, թե ժյուրի անդամներից։ Որերորդ տարին է արդեն 22-րդ տարին Հայաստանում, բայց քանի որ նաև մրցույթը մենք իրականացնում ենք Հայաստանից բավականին հեռու Չինաստանում, սա 22, այո, Խաչատրյանի անունը կրող մրցույթը արդեն 4 տարի նաև անց ենք ասնում Չինաստանում, բայց եկեք խոսենք Երևանում անցկացվող մրցույթի մասին։ Շատ կարճ կանդրադառնանք նաև որովհետև հետաքրքիր է ինչպես է ստացվել, որ հենց Չինաստանում։ Սիրով Արամ Խաչատրյանի արվեստը հանրահռչակելու լավագույն հնարավորություններից եւ ամենամեծ լսարան ունեցող երկիրն է Չինաստանը եւ նաեւ այդ հետաքրքրությունն ուներ, բայց վերադառնանք Հայաստան եւ ներկայացնենք Հայաստանը։ Այո, մենք գիտենք, որ կան մասնագիտական կարգեր եւ այս տարի հունիսի 6-ից 13-ը Թավջութակ մասնագիտական կարգում մրցույթը կանցկացվի։ Էլ ինչ կա բացի մրցույթը իրականացնում ենք այս 22 տարիներին 4 մասնագիտական կարգերում՝ դաշնամուր, թավջութակ, ջութակ եւ դիրիժորության մասնագիտական կարգերում եւ այս տարի ըստ ռոտացիոն կարգի անցած տարի ունենք դիրիժորություն եւ հայլուն անցկացրեցինք մրցույթը եւ այո եւ ամեն մրցույթից հետո մենք հետեւում ենք մեր մրցանակակիրներին, մեր հաղթողներին, ինչ հաջողություններ են գրանցում միջազգային տարբեր բեմերում եւ հնչեցնում են թե Արամ Խաչատրյան մրցույթի անունը, թե Հայաստան անունը, որը նաեւ մրցույթի կարևոր նպատակներից մեկն է ոչ միայն հանրահռչակել Արամ Խաչատրյանի հարուտ ժառանգությունը, նաեւ ներկայացնել Հայաստանը որպես մշակութային կենտրոն, որպես մշակութային կարևոր իրադարձությունների կենտրոն, ինչի մասին վկայում են նաեւ Հայաստանում տեղի ունեցող բազմազան եւ բազմաժանր մշակութային միջոցառումներ։ Թեպետ կարող ենք ասել, որ հենց շատ կարևոր մի գործ է կանում, որովհետև շատ այլ երկրներում հաճախ երբ ասում ենք Հայաստան, Արմենիա, նույնիսկ չգիտեն թե որ հատվածում է գտնվում, եւ ես նկատել եմ, որ արդեն մեծ լայնամասշտաբ միջոցառումների հիմնական նպատակը հենց դա է, որպեսզի այդ սխալը ուղղվի եւ դրսում հատկապես երբ ասենք Արմենիա, միանգամից հասկանան, որ դա Ռումինիան չի, եւ հստակ գիտակցեն Ալբանիան չի, այո, սա շատ կարևոր խնդիր է, որը կարծում եմ հենց նվիրյալների շնորհիվ կլուծվի։ Համամիտ եմ ձեզ հետ նախ խոսելով մրցույթի հոգաբարձության խորհրդի մասին, որտեղ ներկայացված են մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ մայստրո Սերգեյ Սմբատյանը, ով գեղարվեստական ղեկավարն է մրցույթի, միշտ այդ հարցին անդրադառնալով նշում է, որ Արամ Խաչատրյանը որպես ազգային հերոս կարիք ունի նաեւ հանրահռչակի ավելի ընդլայնելու այն աշխարհագրությունը, որը ունենք եւ ինչին էլ միտված է դա եւ խոսելով մասնակիցների աշխարհագրության մասին 12 երկրներ ընդգրկող 24 արդեն մրցույթին մասնակցելու իրավունք ստացած մասնակիցների մասին կարող ենք խոսել, իսկ մինչ դիմել են շուրջ 300 դիմորդներ աշխարհի տարբեր երկրներից։ Ո՞նց է կընտրում, ինչ սկզբունքով է կընտրում։ Յուրաքանչյուր տարի նախ մրցույթը իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում, այսինքն երբ որ հունիսին ավարտվեց մրցույթը, մենք սկսում ենք պլանավորել հաջորդը։ Եվ արդեն հայտարարությունը երբ որ տեղի է ունենում մրցույթի, հաջորդ մրցույթի դիմումները ընդունվում են, դիմումների հայտերի վերջնաժամկետ լրանալուն պես հավաքված բոլոր հայտերը, որոնք համապատասխանում են մրցույթի բոլոր կանոններին, իդեպ մրցույթը 2013 թվականից հանդիսանում է միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի իրավ անդամ եւ հետևում է ֆեդերացիայի բոլոր այն կանոնակարգերին, որով անց են կացվում աշխարհի լավագույն մրցույթները, ի թիվս Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը եւ այդ չափորոշիչների ընտրվում են մասնակիցները, նախընտրական փուլի ժյուրի ունենք, որը տարբերվում է հիմնական ժյուրիի անդամներից եւ այո, եւ քանի որ խոսեցինք ժյուրի անդամներից, ունենք այս տարի 7 ժյուրի անդամներ, նրանց թվում է Շվեյցարիան ներկայացնող Դենիս Սիվերինը, Մարտի Ռոսին Էստոնիայից, Միհե Ռիոն Հարավային Կորեայից, Ժոզեֆին Նայթը, ով նաև իդեպ Լոնդոնի Թագավորական ակադեմիայի Ռոյալ ակադեմիայի հեղինակավոր պրոֆեսոր է եւ բոլորը պրոֆեսորներ են, մեր հայազգի Լևոն Մուրադյանը, ով նաև իր գործունեությունն է ծավալում Պորտուգալիայում, Գրիգորիո Նիետոն, ով ներկայացնում է Վենեսուելան, եւ Վիկտոր Ժուլիեն Լաֆերիերը, ով իդեպ
կլինի նաև հունիսի 6-ին մրցույթի բացման Ինչպիսի հանդիսավոր աշխարհագրություն։ այո Հյուրը։ արարողության մենակատարը նայել եւ մենակատարը եւ արդեն հաջորդիվ կլինի նաև մրցույթի շրջան Հիմա Խաչատրյանասերները կասեն որտեղ որ ժամին արդյոք տոմս կա թե մոտ Եվ արդյոք կարող է հանդիսատեսը գալու Ինչ վայելել։ սկզբունքով է։ շնորհակալություն հարցի համար, քանի որ բացման եւ փակման համերգները սովորաբար մենք կարող ենք տոմսեր ձեռք բերել եւ հրավիրատոմսերով ենք նաեւ հրավիրում մեր կարևոր սիրելի հյուրերին հունիսի 6-ին եւ փակման գալա համերգին հունիսի 13-ին կարող են տոմսեր ձեռք բերել, իսկ հունիսի 7-ից 12-ը մրցույթի փուլերը բաց են իդեպ առաջին փուլը կանցկացվի այսինքն Արամ Խաչատրյան տուն թանգարանում բաց են բոլոր երաժշտասերուն կնդիների կարող են գալ այո կարող են գալ եւ նաեւ սա շատ կարեւոր հնարավորություն է որպեսզի ներկա գտնվեն մրցույթի փուլերը դրանք մի յուրօրինակ համերգներ են այո փորձառություն որտեղ ելույթ են ունենում տաղանդավոր այս պարագայում թավջութակահարներ ում անունները շատ շուտով եթե որտեղ նրանց թվում կան նաև անուններ ովքեր արդեն հեղինակավոր անուններ են դասական երաժշտության ոլորտում Ինչ են ստանում երբ հաղթում են կամ մրցույթն ավարտում է կամ կան հաղթողներ թե ոչ առհասարակ իհարկե կան ինչ մրցույթ առանց հաղթողների Դե ասում են կարևորը մասնակցությունն է ճիշտ է կարևորը մասնակցությունն է միանշանակ բայց հաղթանակը ամենայն դեպս կարևորում ենք մրցույթը ունի 3 մրցանակային տեղեր առաջին մրցանակը կստանա 10000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ երկրորդը 5000 երրորդը 3000 բայց շատ կարևոր են չգիտեմ փակակ ձերի հիմա բացեմ թե չբացեմ ունենք նաև հատուկ մրցանակներ քանի որ մրցույթը 22 տարի արդեն միջազգային ասպարեզում գոյություն ունի եւ ճանաչելի է կան հատուկ մրցանակներ որոնք կարծում եմ դրամական մրցանակներից ավելի նաև արժողությամբ բարձր են օրինակ համերգ Չեխիայի Սմետանա դահլիճում որը կամ Համբուրգի օրինակ դահլիճում հաղթողները կստանան այո երազանքներ են հաղթողների համար այո եւ ունենք նաեւ շատ հետաքրքիր հատուկ մրցանակներ իսկ այ պրոմոշն այլ երկրներում չգիտեմ ալիքներով այո ունենք ելույթներ միանշանակ այ հենց այդ այլ երկրներում դրանք էին եւ ունենք նաեւ մենք տարվա ընթացքում նաեւ ունենք տարբեր համագործակցություններ եւ իհարկե ունենք մրցանակ որը հաղթողը քանի որ մրցույթի պաշտոնական նվագախումբն է սիմֆոնիկ նվագախումբը եւ հնարավորություն են ընձեռում որ ապագայում ելույթ ունենան հայազգի ներկայացուցիչներ շատ են մասնակիցների շարքում ունենք հայազգի մասնակիցներ, բայց քանի որ մրցույթը միջազգային իհարկե շատ ցանկալի է որ ունենանք եւ դա նաեւ մրցույթի առաքելություններից է, որպեսզի մենք քաջալերենք հայ մասնակիցներին, որպեսզի մասնակցեն մրցույթին, ունենք Ինչու է հարցրեցի այս հարցը ինչու տվեցի, որովհետեւ հաճախ դասական երաժշտության աշխարհի հետ կապված երբ խոսում ենք, մենք խոսում ենք նաև նրա մասին, որ Հայաստանը փոքր է եւ հնարավորությունները Հայաստանի ներսում դասականի առումով այդքան մեծ չեն եւ ելույթներն էլ այդքան շատ չեն, պայմանավորված նաև որ ունենք մեկ օպերա, ֆիլհարմոնիկ, այսպես մեկ սիմֆոնիկ եւ դրանով եւ շատ կարեւոր է դասական երաժշտի համար, իր աճի համար, նաեւ ելույթներ ունենալ տարբեր երկրներում եւ ներկայանալ, հայտնիանալ այս առումով, այս պարագայում կարող ենք չի ասել, որ այս ձեր արժեքավոր մրցանակները եւս հնարավորություն են, եթե իհարկե այնպես ստացվի, որ մեր հայ ներկայացուցիչներն արժանանան աշխարհին ներկայանալու որպես հայ երաժիշտ եւ այլ բեմերում հանդես գալու տեսանկյունից։ Միանշանակ, հիշելով Դաշնամուրի 2 տարի առաջ տեղ ունեցած մրցույթը մեր հայ մասնակիցը Արինա Անտանոսյանով հաղթեց, հնարավորություն ստացավ ելույթ ունենալ Վայմարում, որը շատ լավ հնարավորություն էր։ Սա մի վառ օրինակ էր այն համագործակցության, որը նախկինում ունեցել ենք։ Ամենահեռավոր կետը որտեղից մասնակից ունենք, որն է։ Աշխարհի բոլոր ծայրերից ունենք մասնակիցներ։ Լավ, ձեզ համար ամենազարմանալի վայրը որտեղից դիմել են։ Օրինակ աֆրիկյան երկրներից ունեք մասնակից։ Ոչ, ժամանակի խնդիր է կարծում եմ։ Հա, էլի, թող զարմացնեն։ Բայց բավականին գրկուն աշխարհագրություն ունենք։ Դա մենք հասկացանք։ Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկա, Եվրոպական միության երկրներ, ասիական երկրներ, տեսեք, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները շատ ճանաչելի են Ճապոնիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, ինչը եւս մեզ շատ ուրախացնում է անկեղծ։ Ինչ մի հարց է հետաքրքրում, այ
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որոնք բոլորս գիտենք, հա, կարծես մեր ականջին այսպես սովորենք լսել մեզ մոտ մեր կատարողների ներկայացմամբ, կա արդյոք տարբերություն, երբ այլ ազգին է ներկայացնում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Չնայած ես երաժշտական դպրոց եմ հաճախել եւ մասնագիտական կարծիք հայտնելու ինչպես մրցույթի մասին, այնտենց շատ լիազորված չեմ, բայց որպես անհատ վստահեցնում եմ ձեզ, նաեւ մասնակցելով բազմաթիվ համերգների միանշանակ հայկական ոգին, հայկական այդ երաժշտության զգացողությունը, այո, ինձ համար, այո, կան եթե հարցը ինձ ուղղված, այո կան, բայց կան ունենք մենք մասնակիցներ, ովքեր տեխնիկապես ժյուրիի կարծիքը իհարկե փոխանցեմ ձեզ, ոչ իմ, որ հաղորդումներին տեսնելով փայլում են իրենց կատարողական արվեստով, բայց զգացական առումով միգուցե հայ մեղեդիները մեր ականջին ավելի է ջերը հայ մասնակիցները։ Չէ, թվում է թե կան նոտաներ, դասական օրենքներ, մարդը նվագում է նոտայի, բայց արի գենետիկ կոդը հետաքրքիր պատասխան է։ Դուք հետաքրքիր մի բան ասացիք, որ Ճապոնիայում են շատ հետաքրքրված խաչատրյանական երաժշտությամբ, Չինաստանում եւ այլն։ Հետաքրքիր է, որ լինելով այդքան մեծ հզոր երկրներ, այդուհանդերձ նրանք շատ մեծ նշանակություն են տալիս դասական երաժշտությանը։ Մենք հաճախ լսում ենք, որ Հայաստանում այդքան էլ չեն սիրում, տեղ չեն տալիս, բայց արի ուտես, որ չկա գրեթե դասական համերգ, որ դալիճը լեփլեցուն չլինի։ Սա ժամանակները փոխվել են եւ մենք էլ բողոքել տեղ չունենք։ Տեսեք, կարծում եմ, որ նախ սովետական միությունից մենք ժառանգել ենք հարուստ մեծ ժառանգություն, ինչ վերաբերում է կոմպոզիտորական արվեստին, ինչ վերաբերում է նախ երաժշտական դպրոցների մշակույթին, որը բավականին լավ զարգացած է եղել, եւ տեսնելով մեր քաղաքում տեղ ունեցող, ասեմ ձեզ, որ մեր դրսի հյուրերը շատ հաճախ զարմանում են, որ Հայաստանը փոքր երկիր լինելով այդքան համերգ, նույն վերջին բառօրինակը Հայաստան պետական սիմֆոնիկ նվագախումբի Լանգլանգի համերգը, երբ որ շուրջ 7000 հանդիսատես նստած էր մեծ համերգ, Կարեն Տեմրճյանի անունը գրող։ Sold out էր ժամանակից շուտ։ Որը խոսում է նաև հանրային նաև դիսկուրսի մեջ դասական մշակույթին ավելի կարևորություն տալու եւ նաև այն նախաձեռնությունները, որը տեղի ունենում հանրակրթական դպրոցներում, որոնք իսկապես մեծ կարևոր նշանակություն ունեն։ Իրոք մեծ է եւ շատ ուրախալի է։ Եվ որակյալ երաժշտությունը փրկված է, կարող ենք այդպես ասել։ Մշակութային առումով կարծում եմ, որ Հայաստանը առաջատար դիրքերում է եւ մշակութային դիվանագիտության տեսանկյունից մենք ասելիք ունենք եւ աշխարհին ներկայացնելու ունենք այն ժառանգությունը, ինչպես մասնավորապես Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների տեսքով։ Եվ դա իհարկե եւ կնպաստի ինչ որ առումով, որպեսզի այլ երկրներում ավելի շատ հնչի Արմենիա բառը, որ դուք նշեցիք, որ շատ կարեւոր է նաեւ Հայաստանը ավելի այսպես այլ հարթության վրա ներկայացնելը այլ երկրներ։ Այո, դա մեր առաքելությունն է, որին մենք պատվով ծառայում ենք եւ աշխարհին ներկայացնում ենք մեր հարուստ ժառանգությունը։ Փառատոնի բացման փակման արարողությունները եւս տեղի են ունենալու թանգարանում։ Փառատոնի բացման եւ փակման արարողությունները միշտ տեղի են ունենում կոմպոզիտորի անունը գրող դահլիճում։ Արամ Խաչատրյան մեծ Իսկ մասնագիտությունից կախված, օրինակ դիրիժորություն մասնագիտական կարգը մենք փոքր դահլիճներում չենք անցկացնենք։ Հասցնենք նաեւ առաքել զանգանքներ, տեսնենք ինչ ունի մեզ ասելու ռադիոլսողը։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ինձ դուք ուղարկեցիք Հուշերից գիրքը։ Ես 84 թվականին Գերմանիայում էի։ Հառում կանգնած էի, մի մարդ մոտիկացավ ինձ։ Դա որտեղից եք։ Դե ես դպրոցում գերմաներեն եմ անցել, ասեցի Հայաստանից։ Մի անգամից նա նվագեց Արամ Խաչատրյանի սուսերով բարետ։ Մի անգամ էլ Տիգրան ջան, դու ինձ որից Կլայպեդա ասեցի։ Ես եղել եմ Կլայպեդայում, Պալանգայում էլի, այնտեղ օվկիանոսային թանգարան կամ մեծ տարան, մենք ներս մտանք, ոնց որ ջրի հատակում ունենք, այդ երաժիշտը տոչ էր նվագում։ Դե լավ է որ Քիմ Քարդաշյանին չեն հիշել, այլ Արամ Խաչատրյանին են հիշել, ասելով որ մենք հայ ենք, ինչ երկը շատ ավելի ուրախալի է, թող հիշեն բոլորին, բայց ի վերջո։ Շնորհակալ ենք, որ ձեր գեղեցիկ հուշերով կիսվեցիք մեզ հետ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, հաջող ընթացք եք մաղթում փառատոնի բոլոր մասնակիցներին։ Փառատոների ժամերն էլ խնդրում եմ նշեք, որովհետեւ բացման եւ փակման արարողությունների ժամերը։ Բացման փակման արարողությունները 7 19:30, իսկ մրցույթի
ուղակի փուլերը ամեն օր առավոտ ժամը 10-ից սկսվում է բաց է մուտքը եւ ուրախ կլինենք տեսնել մեր երաժշտասերներին։ Այո, սա շատ կարևոր փորձառություն է նաեւ հայ երաժիշտների համար, որոնք թեպետ չեն մասնակցում, բայց կարող են գալու կնդրել եւ իհարկե որոշակի փորձեր։ Այո, եւ անդրադառնալով մեր հյուրի ներկայացրած ռադիոլսողի ներողություն մեկնաբանությանը, վերջերս սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը կայացավ Գերմանիա 15 քաղաքներում եւ պետք է տեսնեիք, թե համերգներից առաջ այդ մշակույթը կա, որ հավաքվում են մարդիկ եւ գալիս են խոսում են, լսում են պատմությունները երաժշտության մասին, այնպես որ լեփլեցուներ դալիճ եւ իսկապես տեղյակ են։ Թող դասական որակյալ երաժշտության համերգները լեփլեցուն դահլիճներով անցնեն միշտ եւ որակյալը միշտ լինի բարձր կետում։ Մեր զրուցակիցներ Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, քիչ անց մենք Վանեսա Մեի կատարմամբ կլսենք ինչպես է հնչում Արամ Խաչատրյանի Սուսերով պար, իսկ այս պահին կարճ տև դադար։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ Ինչի ծափերը չթողեցիր Ծափերը մեր հջի։ կողմից դու նաև on-line հարթակում ովքեր Ես հետևում ունեմ են տեսան ծափեր ինչպես է online ես ծափարում քեզ երբ դու ապարում ես Այո, ճկոտում ես ովքեր տաղավարում ոչ միայն խաչակրանական լսում են, հնչյունների ներքո Ովքեր ոչ միայն լսում էին, այլև դիտում էին, տեսան սուսերով բարը իմ կատարմամբ, իհարկե ոչ ամբողջական Ես էլ ասեմ Վանեսա չունեի։ Մեյն էր նվագում իդեպ նվագողը օտարազգեր այո ջտակարի Վանեսա Մեյ մեկնաբանման Ինչ անում եմ, մի մեծ մեր գեղեցիկ Կեցես։ ընտանիքի համար եմ անում։ Շունչդ վերականգնեցիր Նորմալ, այո, չզգացի։ 10:35 եւ հիմա Լուսինեն վերականգնված շնչով կկարդա Ես բայց խնդիր չունեի այդ։ հաղորդագրությունները Արմինե Հովսեփյանը, Խնդրեմ։ մեր մեծ գեղեցիկ ընտանիքի լիիրավ անդամը, գրում է ընտանիք շնորհավորանքներս տոնի առիթով։ Այո, ձեզ նկատի ունեմ, դուք մեր առավոտյան զարմիկներն եք, որոնք գալիս են ամեն օր մեծ տեսության, հետաքրքրվում մեր որբիսությամբ, տալիս դրական էներգիա եւ երբեք չհոգնեցնելով ճիշտ ժամանակին գնում։ Սիրում ենք ձեզ։ Մեր սերը փոխադարձ է, մենք էլ ձեզ ենք սիրում։ Անավակյանն է գրում. «Բարի լույս իմ սիրելի հաղորդավարներ, հրաշալի թեմա է, թող շատերը լսեն ու տարածեն։ Հրաշալիոր եմ մաղթում բոլորիդ, շնորհակալություն»։ Ռոբերտ Գյունաշյանն ասում է բարի լույս։ Ահա, եւ գնանք առաջ, հարցնում էր մասնակիցների չհասցրեցինք հյուրին հարցնել, թե որ երկրներից կոնկրետ մասնակիցներ կան։ Էդիկ Բաբուջյանը իմ բարի համար ինձ ծաղկե փունջ է ուղարկել, շնորհակալ եմ սիրելի Էդիկ։ Անավակյանը ծափահարություններ է ուղարկել իմ բարի համար, շնորհակալություն։ Էստերն ասում է շատ լավ է պարում Լուսինեն, շնորհակալություն։ Սա պարչ էր իհարկե, հնարավորությունները քիչ էին, այ որ բեմում լինեի։ Այ որ սեղանը հանեինք այստեղ։ Այ որ բեմում լինեի եւ միայնակ չլինեի, այլ կողքս լինեին սուսերով պարողները, որովհետև այդ ուրիշ բեմադրություն է, միայնակ աղջիկ չի պարում ես պարը, բայց դե ունենք այնինչ ունենք։ Շնորհակալություն իհարկե։ Այո, շնորհակալություն։ Բացեմ լրահոսը։ Բացիր լրահոսը եւ հիմա Ամալիկի մասին ենք խոսելու։ Բացարա Ջորջ Կլունիի կնոջ մասին է խոսքը։ Ինչու բացեցիր միանգամից։ Դե Ամալիկ ասում է ասել Ամալիկը ինչ անակնկալ է, մատուցել իր ամուսնուն։ Ծննդյան տարեդարձին։ Ջորջը ոնց դարձնենք հայերեն, ոնց հայաֆիկացնենք Ջորջի Ջորջին։ մասին է խոսքը եւ Ամալին ինչ որտեղ նաեւ վտանգավոր անակնկալ է մատուցել։ Ջորջ Քլունին իր 65-ամյակը նշել է Սանտրոպեում կնոջ Ամալիկի հետ, ով նրա համար կազմակերպել է անսովոր եւ ըստ դերասանի վտանգավոր ծննդյան անակնկալ։ Դա որն էր։ Մի խոսքով։ Անակնկալները եղել են մի քանիսը։ Օհո։ Ամուսնամար այդ թվում նաեւ նրա ընկերների համար, որոնք ներկայացել են քողարկված։ Այսինքն մատուցել է մի քանի անակնկալ, Այո, ես պարզապես մի քանի բանով անակնկալ մատուցեցի նրան ծննդյան օրը, ասել է նա։ Ջորջը պարզաբանել է, որ իր ընկերներից մի քանիսը երեկույթին եկել էին քողարկված, Ամալը հավելել է նրանք մատուցողներ էին։ Իբր։ Պատկերացնում ես։ Ինքը Քլունին իհարկե հումորով է արձագանքել անակնկալների գաղափարին, այդքան երիտասարդ տարիքում վտանգավոր բան է անակնկալ մատուցել 65 տարեկան դարձած մեկին։ Կարող ես պարզապես ընկնել, դա կարող է լինել վերջը, այնպես որ պետք է զգուշ լինել, ասել է 65-ամյա դերասանը։ Չնայած հումորային նախազգուշացմանը դերասանը խոստովանել է, որ տոնակատարությունից հետո գոյատևել է առանց որևէ հետևանքների։ Այո, ես դեռ կանգնած եմ հազիվ, հավելել է։ Հազիվ։ Այո։ Դե կարևորը ոչ ոք չի տուժել վերջում։ Չնայած տոնակատարությունը վտանգի մասին, այսպես կատակներին, Քլունին ծննդյան օրը նշել է շքեղության, ընկերական կատակների եւ ընտանեկան հարմարավետության հանգիստ մթնոլորտում։ Մեր աղջիկը գիտի ինչ աշխատացրել են ընկերներին, ասել են դուք եք մատուցողը եւ խնդրեմ։ Գումար են խնայել երևի, գիտես այդ։ Ուղղակի չասենք ված չզգանի։ Ճեղքվածք է տվել ֆինանսական փաստորեն իրավիճակը Ջորջ Քլունիի ընտանիքում։ Այսպեսի լուր։ Այսպեսի տարօրինակ ես կասեի լուր, բայց մենք իհարկե ոչ միայն կարևոր լուրերն ենք ձեզ փոխանցում, այլև այսպեսի հետաքրքիր ծավեր տալի, մի քիչ էլ ասենք, խոսենք, ուրախանանք, էլի։ Իսկ քիչ անց մենք խոսելու ենք աշխարհի առաջնության եզրափակչի մասին, թե ինչ աստղեր են ներգրաված լինելու եւ ովքեր են իրենց երկերով հանդես գալու, կիմանանք քիչ անց։ When I close my eyes, I taste the words on my lips. It would be so nice to feel your touch on my
Սուրճ ու սեր առավոտից։ 10:43 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, շարունակում եք տեղեկացված լինել տարատեսակ տեղեկություններով, այնպես որ ինչ անում ենք ձեզ համար, ենք անում աշխատում ենք ջանք ու եռան չխնայելով եւ իհարկե փոխանցում ենք ոչ միայն սուրճը, սերը, այլև մեր էներգետիկան ու լավ տրամադրությունը։ Խոսելու ենք այս պահին կայանալիք աշխարհի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի մասին։ Այն կանայք ինչ կապ ունեին։ Ասեմ, FIFA-ն հայտարարել է, որ այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը ելույթ կունենան ոչ ավել ոչ պակաս Շակիրան, Մադոննան եւ կորեական փոփի սուպերաստղեր համարվող BTS խումբը։ Իմիջիալոց BTS խումբը պատանիների ամենասիրելի խումբը։ Ծանոթ ես։ Այո։ Ես չէ։ Եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի քաղաքում։ Եզրափակչի ընդմիջման շոուի ամբողջ հասույթը ուղղվելու է FIFA-ի Global Citizen Education Fund կրթական հիմնադրամին, որի նպատակն է հավաքագրել $100 միլիոն ամբողջ աշխարհում երեխաների համար որակյալ կրթության եւ ֆուտբոլի հասանելիությունը ընդլայնելու համար։ Պաստորեն նպատակը բավականին բարի եւ լավն է։ 2026-ի աշխարհի առաջնության խաղերի վաճառված յուրաքանչյուր տոմսից ընդամենը $1 ամերիկյան կնվիրաբերվի հիմնադրամին, հայտնել են FIFA-ից, ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանված ֆուտբոլի պաշտոնական կանոնները սահմանում են, որ ընդմիջման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, եւ պարզ չէ արդյոք այս կանոնը կփոխվի ելույթի համար թե ոչ, եւ նման գործելավոճը կիրառելի է օրինակ ամերիկյան ֆուտբոլի եզրափակչի Սուպերբոլի ընդմիջման շոուների ժամանակ։ Ուզում եմ հասկանալ այդ 15 րոպեի ընթացքում ինչպես կհասցնեն ելույթ ունենալ Մադոննան, Շակիրան եւ BTS-ը։ Ինձ թվում է իրար հետ են երգելու։ Կամ ժամանակը դլայն է, չէ, իրար հետ դժվար։ Դե 3 երգ 5 րոպե, շատ լավ կհասցնեն։ Ամեն մեկը 3 երգ։ Ամեն մեկը։ Ահ, ամեն մեկ, ուրեմն ամեն մեկը 3 երգ։ Չէ, դժվար նման մեծության աստղերին հրավերելը 1 երգի համար։ Դե չգիտեմ, մի խոսքով չես կարող ասել, նրանք մեծ աստղեր են եւ 1 երգը Մադոննան գա ու ասեն մի երգ պետք է երգես գնաս տուն։ Դե փողին ունա։ Չէ, մի երգի համար չի գա, չի հասնի։ Ոչ էլ BTS-ը, ոչ էլ Շակիրան արավ։ Մի խոսքով մեզ մնում է միայն հետևել եւ տեսնել թե ինչպես են դա հաջողելու, հա, այսպես ասենք։ Ինչ է լինելու հուլիսի 19-ին եւ ֆուտբոլասերների հայացքները ուղղվելու են դեպի Նյու Ջերսի, դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դες մենք վայելում ենք Շակիրայի կատարմամբ ֆուտբոլի երգերից մեկը։ Առաջնության պաշտոնական հիմներից մեկը։ You were born here in this place. You belong. You've been this brave all along. What broke you once made you strong. Die, die, ego, darling, darling, let's go. Die, die, ego, darling, darling, let's go. You've been there through it all, been through it all. Just do it again. Now you get to believe, I believe, 'cause you know what it takes to believe in my dream. At the top of your game, feel it, got everything you need it. Now bring it like you mean it, just like you mean it. Dale, olvida lo que vale, juega como tú sabes, como tú sabes. And it just contagious, you know. And it never fails. No, no, No one's getting tired. I know. You got that fire. Hey, yo, dream a little higher. Let's go, let's go, let's go. Hey, yo. Hey, yo. We've taken all that our hearts can hold. And we can't hold on to the past, no. FIFA-ի աշխարհի գավաթի պաշտոնական երգներ 2026-ի Պաստորեն եւ Շակիրա եւ Բուրնա Բոյ Դայ կոչվում էր։ Եւ այդքան էլ Տիգրանի սրտով չէր այս տրամադրող չէ, ֆուտբոլիստները այս երգը լսելիս կողքեվորվեն արդյոք դեպի
հաջողություններ դեպի գոլեր։ Չեմ կռնասել։ Ես էլ մի քիչ մի խոսքով։ Վերադառնանք մեր ընտանիք։ Լսեցինք, այո, վերադառնանք ընտանիք։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է։ Եվ մենք փորձել ենք ձեզ ներկայացնել այս հատվածում տարօրինակ, զվարճալի ավանդույթներ ընտանիքների հետ կապված, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր հատվածներին։ Սկսենք Դանիայից, Տիգրան, ինչ ես կարծում։ Ասում է Դանիայում, եթե մարդը 25 տարեկանում դեռ ամուսնացած չէ, ուշադրություն։ Ընկերներն ու ընտանիքի անդամները նրան կարող են նրա վրա լցնել դարչին, ոտքից գլուխ։ Դե 25-ում դարչին, բայց պետք է ասում ես հոտը շատ լավն է, բայց չափ կա։ Լավ ալյուր չեն լցնում։ Սպասիր, ավելի վատ իրավիճակ է սպասվում, ավելի շուտ սպառնում դանիացի այն մարդկանց, որոնք 30 տարեկան են դառնում եւ դեռ ամուսնացած չեն, որովհետեւ այդ ժամանակ հարազատներն ու ընկերները պղպեղ են լցնում նրա վրա։ Աչքերի մեջ։ Խորացա ես։ Լավա պիտի ասել։ Լավա խարակիրի չեն անում։ Չեմ կարող ասել ինչ են անում, գնանք Հարավային Կորեա։ Մի քիչ վտանգավոր է, հնչում, բայց այդուհանդերձ Հարավային Կորեայում երեխայի, չէ, նույն բանն են անում, մեր ատամ հատիկն են անում այնտեղ էլ։ Եվ դնում են տարբեր առարկաներ, երեխան ինչ վերցրեց, մասնագիտությունը դա կլինի։ Դե մենք անում ենք, դա մեզ համար նորություն չի։ Իսկ ինչ վերաբերում է տեղափոխվենք Գերմանիա, Գերմանիայում նորապսակներին հաճախ ստիպում են միասին փայտ կոտրել, հա, հավատում են, որ եթե կարողանան գործակցել միասին, ամուսնությունն էլ ամուր կլինի։ Իրենք ես հիշեցի Չելենտանոյին, որ փայտեր կոտրում։ Չէ, ավելի ճիշտ խաղող էր ճմռում, Չէ, փայտել էր կոտրում։ Երբ ուզում էր իրեն շեղել, օրնել ամուտի գերությունից, այդպես էր անում։ Գնանք Չինաստան։ Նիա, դու էլ ոնց որ հիշեցիր օրնել ամուտին։ Լավ, ինչ են անում չինացիները։ Որոշ շրջաններում հարսանիքից առաջ հարսնացում պետք է շատ տխուր է։ Հարսնացում պետք է մի քանի օր լաց լինի։ Մի քանի օր։ Հա, օրական քանի ժամ։ Անընդմեջ։ Վայ լավ էլի։ Հա, հետո նրան շարունակություն կա, սպասիր, սերիալ է սա։ Հետո նրան միանում են մայրը, տատիկը, բարեկամները ու դառնում է մի ամբողջական երգչախումբ։ Լացողների խումբ։ Հիշեցի տատիկիս, կես կատակ, կես լուրջ ասում էր, հարսին երբ տանում են Գյումրիից, հարսին տանում են, ամուսնացնում են, աղջիկը լաց է լինում, տատիկը մոտենում է ականջին, ասում է «Քաբալա ջան, ընչի կուլաս, թող քեզի տանողները լան»։ Ճշմարտություն։ Դե հա, կա ինչ որ չափ։ Ինչ վերաբերում է Մեքսիկային, ապա առավել քան դաժան են, հետո ասում են մանկական տրավմաները որտեղից են գալիս։ Այ հենց այստեղից են գալիս։ Ծննդյան օրը շատ ընտանիքներ երեխայի դեմքը բառացիորեն մխրճում են տորթի մեջ։ Դե երեխայի ստրեսի ինչ է ենթարկում իր ծննդյան տարեդարձին։ Ծննդյան, հա։ Պատկերացնում ես։ Մի քիչ նուրբ էլի, զգուշ, երեխայի հետ գործ ունեցի վերջը։ Ես չգիտեմ, նման միջադեպերը ներկայացնելուց հետո ելով կուզի նշել ընտանիքի միջազգային օրը։ Ինչ լավ է, որ մենք չենք ապրում Շոտլանդիայում, Տիգրան ջան, որովհետև այնտեղ հետաքրքիր ավանդույթ կա, ապագա հարսին կամ փեսային կարող են պատել ալյուրով, ձվով, սոուսներով ու շրջել նրա հետ միասին քաղաքով։ Լոլիկով ձված է։ Լավ է կրակ չեն վառում կողքը։ Վերջում մեկն երացող կացայի մեջ։ Չեմ կարող հարթեն, չգիտեմ ինչ ասեմ։ Այստեղ Հնդկաստանում շատ այդպես բարի տարօրինակ ավանդույթ կա։ Որոշ ընդամենը։ Չէ։ Իրենք շատ բարի են Տիգրան, ինչ մասն է խոսքը։ Որոշ ընտանիքներում հարսանիքից հետո նորապսակները խաղ են խաղում կաթով լի ամանի մեջ մատանի գտնել։ Ով առաջինը գտնի, ասում են տան ղեկավարը նա է լինելու, ինչպես միշտ հնարամիտները կանայք են եւ նրանք առաջինն են գտնում այդ մատանին ու ղեկավարում ընտանիքը։ Չգտնել են միևնույն է կանայք են ղեկավարելու։ Լավ, թող ձեր ասածով լինի։ Ֆրանսիայում երբեմն ընտանեկան մեծ խնջույքներից հետո հյուրերը նորապսակներին կարող են տարօրինակ կոկտեյլ մատուցել մնացած ուտելիքներից, որպեսզի ուշ հավաքեն։ Ուշ հավաքող Red Bull-ով կոկտեյլ են հաստատ տալիս։ Որոված թող ուտեն, ուշ կհավաքեն։ Ճապոնիայում երեխաների որոշ տոների ժամանակ ընտանիքի անդամները հատուկ ձկան տեսքով քաղցրավենիք են պատրաստում, որովհետև կարծում են, որ ձուկը հաջողության ու համբերության խորհրդանիշն է։ Մենք ուզում հասկանալ այս ամենը իրական էր թե չէ։ Ընտանեկան տարօրինակ զվարճալի տոներն էին ամբողջ աշխարհի, տարբեր երկրներից։ Վարդեր չեմ հասկանում, ահագին ուրախացանք, մեխինք, մե ուրախություն։ Ոնց ասես։ Շարունակենք։ Էլ ուր շարունակես, բան չմնաց։ Հա։ Ահա։ Լավ,
Արի հրաժեշտ տանք նոր երգ լսենք։ Արի հրաժեշտ տանք, խցանումները տեսնես ինչ բալի են հասել, նաև ասենք, որ կարծես թե մայրաքաղաքում չի անձրևում, մեր գործընկերները կասեն, արդյոք անձրևում է, թե ոչ այս պահին չի անձրևում, կենտրոնում անձրև չկա, 7 բալը պահպանվում է, կարծես թե այս պահին այո չի անձրևում, մենք եւ 18 աստիճան է Երևանում այս պահին։ Մեզ մնաց նաև ներկայանալ ու ասել, որ եթերում աշխատում էին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, շատ ուրախ էինք առավոտը կրկին ձեզ հետ անցկացնելու համար, վաղը օրը շաբաթ է եւ կրկին կարող ենք ձեզ ասել բարի լույս, որովհետեւ երաժշտական շաբաթն է սկսվելու, երաժշտական առավոտը։ Տես ինչ արդեն դա եմ խառնում։ Մի քիչ խառը ստացվեց մեր այսօրվա հրաժեշտի արարողությունը։ Ահա, մի քիչ խառը ստացվեց։ Ինչ էր ուզում կարդալ։ Այստեղ Աննա Ավագյանն ասում է, վայ չեմ սիրում այդ տորտը դեմքին քսելու պահը, որ քսեին ահագին լավ կլիներ, գլուխը վերցնում մտցնում են տորտի մեջ։ Եվ ասում է հետաքրքիր էր, շատ շնորհակալություն, շատ ուրախ ենք, որ հետաքրքրեց ձեզ։ Ձեզ համար ենք աշխատում, սիրով։ Չանում ենք ձեզ համար ենք անում։ Մի հանդիպում վաղ առավոտյան 9:30-ին։ Sabrina, I got something I want to talk about.